Լարախաղացություն, արտասովոր ու համարձակ արվեստ, որի շուրջ կարծիքների մեծ բախում կա։ Բարու և չարի, երկնքի և երկրի միաձուլման, մոգականի և վարպետության համադրություն է սա, թե հակասություններով լի առեղծված։ Բացահայտենք քամ ու պարի գաղտնիքը։ Լարախաղացի պարը հազարամյակներ առաջ հրաշք է համարվել։ Նա կարողացել է մոտենալ երկնքին, ասես ճախրելով երկնակամարում ծիսական պար կատարել անտեսանելի լարի վրա։ Լարախաղացների ելույթը մի ողջ թատերական ներկայացում է հիշեցնում։ Այն հարուստ է զանազան ակրոբատիկ շարժումներով ու հնարքներով, ծաղրածու լարախաղաց հետաքրքիր երկխոսությամբ։ Ցավոք, Երևանում արդեն քիչ ենք տեսնում մեր փողոցներում լարախաղացների, բայց նախկինում նրանք եղել են մեր ազգային տոների, խաղերի, միջոցառումների, խնջույքների անբաժան մասը։ Լարախաղացներին կոչում էին նաև փահլևաններ։ Փահլևան հնում ժողովուրդն անվանել է կտրիչ տղաներին, որովհետև նրանք տիրապետում էին բազում հնարքների, առանձնանում էին ոչ միայն ուժով, այլև իմաստությամբ։ Լարախաղացներին հաճախ նաև չանդրբազ էին ասում։ Այսօր էլ ոչ լուրջ, մի քիչ կատակախոսներին այդպես են կոչում։ Չանդրբազ են ասում նրանց, որոնց խոսքն ու գործը չի համապատասխանում։ Սա էլ եկել է լարի վրա օրորվելու, տատանվելու բնույթից։ Բնության գրկում այսօր էլ կապվում է երկինք ու երկիր իրար միացնող պարանը։ Այսօր էլ լարախաղացները ցուցադրում են իրենց գեղեցիկ ու համարձակ ներկայացումը։ Ինչ նշանակություն է ունեցել լարախաղացի պարը լարի վրա։ Ով է եղել այս խաղի հովանավորը եւ հեթանոս եւ քրիստոնյա Հայաստանում։ Ինչ մոգություններ են մարդիկ վերագրել լարախաղացներին։ Մեր թվարկությունից առաջ երկրորդ դարում հռոմեական կատակերգության երկրորդ խոշորագույն ներկայացուցիչ Պուբլիուս Տերենտիուսի կատակերգություններից մեկում հիշատակվում է լարախաղացների ելույթի մասին։ Մեր մասնագետները կարծում են, որ նաև հայկական լեռնաշխարհում այս արվեստը վստահաբար ծնվել է դեռ հեթանոսական շրջանում։ Լարախաղացին անհրաժեշտ են այն հատկանիշները, որ պիտի ունենար հայ զինվորը ուժեղ էր, համարձակ էր, քաջ էր եւ լարախաղացն էլ առանց այդ հատկությունների չէր կարող գնալ, չէ՞ որ դա բարդ արվեստ է։ Եվ բնականաբար այդ ուժը հզորությունը հայոց դիցարանում, այդ ուժի հզորության, քաջության, արիության հովանավոր դիցը Աստվածը դա Վահագն ռազմաստվածն էր, բնականաբար լարախաղացությունը դա հենց ռազմախաղ էր։ Քաջ լարախաղացը բարձրանում էր երկինք ու պարում քամու հետ, հզոր Վահագնի հովանավորությամբ։
Քչերին է հայտնի, որ լարախաղացությունը իր մեջ բազում գաղտնիքներ է կրում։ Այս խորհրդավոր արվեստը, որի արմատները ցկվում է դեռ վաղ հեթանոսական ժամանակներ, դարձավ մեր ազգային մշակույթի անբաժանելի մասը։ Քրիստոնյա Հայաստանում այն ձեռք բերեց սուրբ նշանակություն, իսկ լարախաղացներին վերագրեցին սրբազան կարողություններ։ Միասին պարզենք, թե ինչ կապ կարող էր ունենալ Հովհաննես Մկրտիչը, նույն ինքը Սուրբ Կարապետը այս խաղի հետ։ Գուցե իրոք լարախաղացները Աստծո ընտրյալներն են։ Առաջին հիշատակությունները լարախաղացների ելույթի մասին կարող ենք հանդիպել 5-րդ դարի փիլիսոփա Դավիթ Անհախտի Մատյանում։ Իսկ արդեն 17-րդ դարում ճանապարհորդ եւ դեսպան Էվլիա Չելեբին, լինելով Մշո Սուրբ Կարապետ վանքում գրում է, որ արվեստի շնորհք ստանալու համար վան գալիս էին բազում վայրերից։ Այն մարդիկ, ովքեր ուզում էին լարախաղաց դառնալ, պետք է քնեին վանքում, եւ Սուրբ Կարապետն այդ գիշեր նրանց տալիս էր բաղձալի շնորհը։ Որպեսզի դառնաս լարախաղաց, պետք է որ Սուրբ Կարապետը երազում գա, հատկապես նա երազում գալիս է, երբ երեխան դեռ փոքր է, եւ այդ երեխան երբ արթնանում է, ծնողներին ասում է, որ Սուրբ Կարապետը եկավ, պետք է լարը կապեք ու անպայման ես պետք է խաղամ։ Սուրբ Կարապետի ամենակենտրոնական տեղը, որտեղ պաշտամունքներ իրա, դա Մշո Սուրբ Կարապետի վանքն է։ Դժբախտաբար արդեն ավերակներ են մնացել եւ այդ վանքը գոյություն չունի։ Եթե արտուն եմ սիրե, քնել եմ երազ տեսել։ Սուրբ Կարապետի երազն ենք տեսել։ Ես տեսել եմ, որ միջև հիմա պահպանում եմ էլի արվեստը։ Այդ երազը ես եմ տեսել, թե Սուրբ Կարապետը դա մի ալեհեր ծերունի է, սպիտակ երկար մորուքով։ Ձեռիցս բռնած ինձ լարի վրա է բարձրացնում։ Ասում են, հարցնում են. Սայատնովա, ով է տվել քեզ այս շնորհքը։ Սայատնովան պատասխանում է. այս շնորհքը ինձ տվել է Սուրբ Կարապետը, եւ այնտեղից շարունակվում է։ Նաեւ Սուրբ Կարապետը լարախաղացների անմիջապես շնորհն է, որը շնորհել է լարախաղացներին։ Մարդիկ այս առեղծվածը անմիջականորեն կապում էին Սուրբ Կարապետի հետ, վստահ լինելով, որ հենց նա է հովանավորը այս հետաքրքիր խաղի։ Ես ինձ շնորհում է ինձ երազով տալիս է ամեն ինչ, եթե ինձ վտանգ է սպասվում, անպայման պարս, եթե տեսնեմ վտանգ է սպասվում։ Ուրեմն ես այդ օրը ոչ մի ձեռնարկություն չեմ անում, դա որովհետև փորձված է, մի քանի անգամ փորձվել է, դեպքեր է եղել, ես ավարիաների բանի եւ վթարների տակ եղել եմ, բայց ողջ առողջ բեր, իսկ նրանից հետո ինձ հուշում է, երբ ես տեսնեմ լարի վրա թրթռում եմ, պարում եմ, ես այդ օրը ոչ մի տեղ չեմ գնում, չեմ էլ խաղում։ Մինչ օրս էլ ժողովուրդը ասում է, որ նրանց փահլևանների թիկունքին Աստծո կողմից թողնված նշաններ կան։ Ժողովուրդը մի շարք մոգություններ է վերագրել լարախաղացներին, քանի որ արտասովոր է համարել նրանց աստվածատուր շնորհը։ Հազարամյակներ դարեր առաջ լարախաղացներին վերագրել են գերբնական ուժ ու զորություն։ Նրանք համարվել են կիսաստվածներ, նույնը նաև միջին դարերում։ Երազում լարախաղաց տեսնելը որևէ սուրբ երևույթ տեսնելու պես մի բան էին համարում։ Լարախաղացներին վերագրում էին մի շարք շնորհներ, այդ թվում մարդկանց, մասնավորապես երեխաներին բժշկելու աստվածատուր կարողություն։ Եթե մարդիկ ունեին հիվանդ երեխա, ապա տալիս էին լարախաղացին, որպեսզի ինքը շալակի այդ երեխային եւ անցնի պարանից պարան եւ հավատում էին, որ երեխան կառողջանա։ Լարախաղացը ուսերին էր դնում երեխային կամ կապելով նրան ոտքերին անցնում էր լարի վրայով։ Շալակով տարել եմ երեխաների շնչառությունն է բացվել, ավելին լավն է գնացել, քան ստեվատը, խոսել են երեխաները։ Տարբեր վախերից ու հիվանդություններից բժշկվել ցանկանալուց զատ, այդպես էին վարվում նաև, երբ երեխային ուզում էին մկրտել Սուրբ Կարապետի անունով։ Նրանց վերաբերվում էին որպես պաշտամունքի առարկա,
Խմում էին այն շշերի ջուրը, որը Լարախաղացը ելույթների ժամանակ հավասարակշռված պահում էր իր գլխին, հավատալով, որ այն կարող է բուժել բոլոր հիվանդությունը։ Ազգային այս արվեստը իր մեջ կրում է բանահյուսական մշակույթի, հայ թատրոնի, ազգային տարազի, ազգային խաղի և պարի տարրեր։ Ժողովրդական բանահյուսության մեջ և հեքիաթներում շատ է օգտագործվում մազե կամուրջ հասկացությունը։ Իմիջիայլոց այդպես էր կոչվում նաև լարախաղացության այս պարանը, որը միայն 19-րդ դարում փոխարինվեց մետաղյա ճոպանով։ Լարախաղացը կրում էր խորհրդանիշներով զարդարված տարազ։ Խաղի ընթացքում և ներկայացումից առաջ հնչում էին դհոլն ու զուռնան, որոնք մարդկանց զգուշացնում են սկսվելիք ելույթի մասին։ Քանի որ դա բացօթյա արվեստ է եւ կարող է շատ ժողովուրդ հավաքել, հատկապես նրանք չէին սկսում իրենց ներկայացումը ուղակի լար բարձանալով, նախորոք ուրեմն զուռնաչիները նստում էին հրապարակում ու սկսում էին նվագել եւ արդեն ամբողջ գյուղը գիտեր, որ այստեղ եկավ լարախաղաց եւ հավաքվում էին ոչ թե միայն նայելու, այլ հենց սկզբից էլ լսել այդ երաժշտությունը։ Հայկական լարախաղացության գլխավոր առանձնահատկությունը պարի առկայությունն է այս խաղում։ Մեր լարախաղացների համոզմամբ ուրիշ ոչ մի ազգ իր ելույթում ազգային պար չի ներառում։ Այլ ազգերի մոտ տարբերվում են նրանով, որ մեր ավանդական պար կա, իսկ մյուսների մոտ չկա։ Լարախաղացությունը ինքը իր մեջ պար է պարունակում, իսկ պարը առհասարակ մարդու առաջին աղոթքն է։ Մարդ երբ առաստվածներ որոշեց աղոթի, փառաբանի աստվածներին կամ դիմի նրանց ինչ-որ մի խնդրանքով պարեց։ Փաստորեն լարախաղացի ներկայացումը մի ողջ աղոթք է համարվել, որը իր մեջ ներառում է մարդկային պարզ երազանքներ, ցանկություններ ու փառաբանում առաստված, իսկ հեթանոսական շրջանում առաստվածներ։ Ով էր խաղի անբաժան մաս կազմող ծաղրածուն։ Արդյոք նա եղել է չար ուժերի ներկայացուցիչը։ Ինչու էին մարդիկ հավատում, որ լարախաղացը միջնորդ կարող է լինել երկնքի և երկրի միջև։ Դարեր հազարամյակներ առաջ այս ներկայացմանը վերագրել են չարի և բարու պայքարի նշանակություն, և լարախաղացը մարմնավորում էր բարի ուժերին, իսկ ծաղրածուն չար։ Ծաղրածուն լարիտակ ընդօրինակել է լարախաղացի շարժումները կատակային ձևով, երբեմն էլ ծաղրել նրան։ Հնում նրանք նախորոք պատրաստված երկխոսություն են մշակել, ինչը հնարավորություն է տվել ավելի հետաքրքիր դարձնել ելույթը։ Ես ինձ վրա եմ ծիծաղում, ես քրիսկո տրամարկեմ, որ ես կարողանամ բացալ այդ պարանի ուրախությունից չապուստայման չկայց ես ինձ վրա ուրախացում։ Երկրային կերպարը, որը ուրեմն հակասության մեջ է եւ նրանց դիալոգները, երկխոսությունը միշտ էլ մեկը մյուսին հակասում են։ Նա լավն է, սա վատն է, սա խափում է, այսինքն ծաղրածուն խափում է, տնազ է անում, իսկ լուրջ պատասխաններ տալիս է լարախաղը։ Ծաղրածու հետ խոսում է, չէ, լարախաղը ծաղրածու, դե ինքը պետք է բանը, ես խոսք ասում, ինքը պետք է պատասխաներ, բայց այն ժամանակարգ էլ, որ ես խոսում եմ, ուրիշ տեսակ բաներին ասում, արվեստի մասին եք խոսում, լավ խոսքերին խոսում, հնությունից էլի եկած այդ արվեստը։ Ծաղրածուն գործել է ներքևում, հետևաբար ասում են, որ նա մարմնավորել է երկիրը, ստորինը, իսկ լարախաղացը երկինքն ու երկնայինը։ Ժամանակակից մարդը շատ հավատալիքներ վաղուց մոռացության է մատնել։
Լարախաղացության դեպքում եւս ժողովուրդը քիչ-քիչ սկսեց մտածել, որ այս արվեստը լոկ ճարպկության եւ սովորելու արդյունք է ու որևէ կապ չունի սրբերի հետ, բայց հնում նրանց անգամ համարել են միջնորդներ երկնքի եւ երկրի միջեւ։ Մարդը ունեցել է ոգի, այսինքն այդ մահվան եւ կյանքի եւ մահվան սահմանից ինչպես են անցնում մյուս կողմը, էլի, ասենք թե մարդը մահանում է, ինչ է դառնում իր ոգին, ուր է գնում ոգին։ Ժողովուրդը լարախաղացին համեմատում էր երկնային ոգու հետ, որը իբրև թռչուն սլանում է երկինք եւ կապ հաստատում Աստծո ու երկնային ուժերի հետ։ Առհասարակ ոգին պատկերացվում է որպես թռչուն։ Ուրեմն այդ թռչունը պարզ է որ բնակվում է ծառերի վրա եւ ոչ թե ներքևի ճյուղերին, այլ գագաթին։ Դա ուրեմն թռչուն, ծառի գագաթ։ Ծառն էլ փաստորեն դա միացում է երկիրը եւ երկինքը։ Փաստորեն եվրոպական բառերով գիտության մեջ ասում են մեդիատոր։ Իմիջայլոց ոչ բոլորը կարող էին անցնել լարի վրայով։ Ընդունված էր համարել, որ եթե լարախաղացը արդար է, ապա ամեն ինչ բարեհաջող ավարտ կունենա, իսկ եթե ոչ, անպայման կընկնի ներքև, որտեղ հավերժական կրակ կա։ Աստվածատուր ենք եւ Աստվածի շնորհով օժտվում ենք։ Երբ որ այդ բոլորը մեր մտքից անենք, դրանով չապրենք, չպատրաստվենք, մենք ելույթ չենք կարող ունենալ։ Ամեն մի վայրկյանը, ամեն մի պահը լարի վրա մեզ համար մեր հավատքով, մեր ներսում կապված միայն այդ ուժով կատարում ենք։ Այն հարցին, թե ինչու լարախաղացը բարձրացավ վեր եւ արդյոք դա կապ ուներ երկնքին հասնելու, Աստծուն մոտենալու մարդկային հնագույն երազանքի հետ, մեր մասնագետները տարբեր կերպ պատասխանեցին։ Ինչպես թռչունը թռնում է ծառից ծառ, այնպես էլ դերասանը պետք է ծառից ծառ տեղափոխվի եւ միակ միջոցն էլ կամ ծառերի գագաթները միացնել, կապել, որպեսի անցնի դերասանը մյուս ծառի վրա, կամ թե չէ հետագայում այդ հասկացողությունը պարանի մասին առաջացվեց։ Ընդհանրապես բարձունքները խորհրդանշում են հոգևորը, ոնց որ երկինքը, հա, երկնքին մոտիկ։ Մի մարդ, որը վերևում կարող է ազատ շարժվել, վերապրում է այդ բարձունքների հետ կապված ազատությունը։ Մարդիկ ձգտում են վերև, որովհետև ինչքան իրանք վերև են բարձրանում, այդքան ավելի ազատ են իրանց զգում։ Լարագնացը անում է իր արվեստի մեջ այն, ինչը պետք է անի մարդը, ցանկացած մարդը իր ներքին կյանքում, այսինքն փորձի բոլոր հոգեվիճակների հետ վարվի այնպես, ինչպես ինքը վարվում է, վերևում, այն խնդրի հետ, որը իրան այս կետից տանում է դեպի մյուս կետը, հա, դա կյանքի ուղին է ինձ թվում է, կյանքի ուղին է, եւ եթե մենք հասուն տարիքից սկսած ի վիճակի ենք գտնելով մեր ինքնությունը, պահել այդ հավասարակշռությունը, մենք նմանվում ենք այդ լարագնացին։ Այսինքն հոգեբանական զուգահեռները ստեղ ակնհայտ են։ Լարախաղացության առեղծվածը բացահայտելու ճանապարհին մենք որոշեցինք անդրադառնալ նաև կրկեսին։ Կրկեսային լարախաղացները ժամանակի եւ տարածության մեջ այլ իմաստով ու ձևով են հանդես գալիս։ Քանի դեռ կրկեսի նոր շենքը կառուցվում է, Լեոնիդ Գենգիբարյանի անվան կրկես ստուդիան փորձերն անցկացնում է այստեղ։ Այստեղ են պարապում ապագա աճպարարները, ծաղրածուները եւ լարախաղացները։ Պարոն Պետրոսյան, այսօր մեր կրկեսում լարախաղացներ կան։ Չեն կարող չլինել, որտեղ լարախաղացությունը կրկեսային ներկայացման ամենաբարդ եւ ամենահետաքրքիր ձևերից մեկն է։
Լայն բայ ձեռքի։ Մի հատ է։ Բայ, լայն, ահա։ Շո, ոչինչ գցիր։ Իսկ այդ տարբերությունը դրսի լարախաղացների եւ կրկեսի։ Դրսի լարախաղացը նա 2 ժամ պետք է աշխատի, որպեսզի ցույց տա իրեն, բացահայտի իր կերպարը, ժողովուրդը գոհ։ Իսկ կրկեսում այդ բոլորը նա պետք է անի 5 րոպեա մեջ։ Այսինքն այստեղից մենք կարող ենք ասել, որ 5 րոպեում նա պետք է բացահայտի իր էությունը եւ դերասանական տեսակետից եւ տեխնիկական տեսակետից։ Արդյոք լույսերով ու հոծ բազմությամբ դահլիճում ցուցադրվող այս ներկայացումը հնագույն այս արվեստի բնականոն զարգացումն է։ Հետաքրքիր է, որ մեծանուն դերասան Լեոնիդ Ենգիբարյանը հատուկ վերաբերմունք եւ սեր է ունեցել լարախաղացության նկատմամբ։ Երբ Ենգիբարյանը աշխատում էր Երևանի կրկեսում, նա ինձ միշտ ասում էր, հենց փողոցում լարախաղաց տեսնես, ինձ ասա, ուզում էր տեսնել, ծանոթանալ դրանց կյանքի հետ։ Գիտեք, նա կրկեսում 2 կրկեսային մինիատյուրա, մեր լեզվով ասած ռեպրիզա, նվիրել է լարախաղացությանը։ Վահագ։ Վահագ ջան, ինչպես որոշեցիր, որ դառնաս լարախաղաց։ Եկա կրկես եւ այդ մարզիչները ասացին, որ քրիսմաս տեսնում ենք լարախաղաց։ Մինչև այդ լարախաղացների չէիր տեսել։ Տեսել էի։ Վահագ, իսկ ուզեիր դրսում լարի վրա, ինչպես հին լարախաղացներն են քայլեիր։ Շատ կուզեի, որ ես այդ դրսում համերգ տայի։ Արդյոք լույսերով ու հոծ բազմությամբ դահլիճում ցուցադրվող ներկայացումը հնագույն այս արվեստի բնականոն զարգացումն է։ Կրկեսային լարախաղացները այժմ դժվարությամբ են իրենց ելույթը պատկերացնում դրսում։ Հին լարախաղացները, որ սովոր էին ելույթ ունենալ բաց երկնքի տակ, չէին սիրում բեմը, արենան, լույսերը։ Նրանք փակ տարածքում ելույթ ունեցող լարախաղացի վիճակը համեմատում էին վանդակում հայտնված թռչնի վիճակի հետ։ Գուցե իսկապես բեմը արենան ժամանակի պահանջ է, բայց կարևորն այն է, որ թե բեմում, թե դրսում մենք լարախաղացների պակաս չունենանք։ Սիրում եմ որովհետև այս արվեստը։ Հիմա էլ ես էլ որոշել եմ, որ ինձանից հետո այդ երեխաներին սովորեցնեմ, թորներին սովորեցնեմ, սիրում եմ, որովհետև այդ արվեստը չեմ ուզում կորի, հնությունը տա։ Ինքնատիպ ազգային նկարագրի, ինչպես նաև ազգային մշակույթի շնորհիվ է, որ յուրաքանչյուր ազգ տարբերվում է մյուսներից։ Մեր հին բանահյուսությունը, ազգային պարն ու երգը, ժողովրդական տոներն ու խաղերը մեր բազմադարյա ձեռքբերումներն են։ Ուստի ճանաչենք ու պահպանենք նախնյաց անգնահատելի ժառանգությունը։
Հայ երկարվեստի նոտագրման յուրօրինակ համակարգ։ Նշաններ, որոնց նշանակությունը կապված էր հիմնարար գիտությունների հետ։ Գաղտնագիր, որ կարող է լսելի դարձնել հազարամյակների խորքում ծնված մեղեդիները։